Ողջույն սիրելիներս, այսօր միասին կպատրաստենք շատ գունեղ ու համեղ վիտամինային աղցան բոլոր առիթների համար և տոնական, և պահքային, և ամենօրյա, հրաշալի տեսքով, համով և հոտով հիանալի մի աղցան: Մեզ անհրաժեշտ է 2 մեծ սմբուկ, ինձ մոտ կշռում է 700 գրամ, 2 մեծ գազար, 2 պղպեղ կարմիր, կարող եք տարբեր գույնի վերցնել պղպեղները, 3 պճեղ սխտոր, 1 փոքր փունջ մաղադանոց և 2 գլուխ սոխ, որը այստեղ չեմ ցուցադրել: Սմբուկը կտրատում ենք օղակաձև, 1 սմ լայնությամբ, շատ բարակ չենք կտրատում, որպեսզի տապակելուց հետո իր գեղեցիկ տեսքը պահպանի: Կտրատած սմբուկի վրա լցնում ենք 1 ոչ լիքը թեյի գդալ աղ, որպեսզի սմբուկի մեջ եղած դառնությունը և ամբողջ հեղուկը դուրս տա և թողնում ենք այսպես 30 րոպե և ավել: Այսինքն տապակելու համար նախապես նախապատրաստում ենք սմբուկը, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա և տապակելիս սմբուկը իր մեջ շատ բուսայուղ չվերցնի: Գազարը անցկացնում ենք կորեական աղցանի համար նախատեսված քերիչով, կարող եք նաև կտրատել դանակով բարակ ձողերի տեսքով: Պղպեղը մաքրում ենք, հեռացնում ենք կոթունը և սերմնատուփը և նույնպես կտրատում ենք բարակ ձողերի տեսքով: Սոխը բաժանում ենք երկու մասի և կտրատում ենք կիսալուսնաձև, բարակ ձողերի տեսքով: Մանր կտրատում ենք մաղադանոսը և սխտորը: Անցել է 40 րոպե և տեսեք սիրելիներս, թե ինչքան հեղուկ է արտազատվել սմբուկից, մի թեթև ձեռքով սեղմում ենք, քամում ենք, շատ չենք սեղմում, որպեսզի տեսքից չընկնեն, շարում ենք խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի մնացած ամբողջ ավելորդ հեղուկը լավ քամվի, ծածկում ենք անձեռոցիկով, ձեռքով սեղմում ենք և այսպես չորացնում ենք սմբուկները: Տաք թավայի մեջ լցնում ենք մոտավոր 70-ից 80 մլ բուսայուղ և որպեսզի սմբուկները տապակելիս իրենց մեջ ավելորդ բուսայուղ չկլանեն, թողնում ենք որպեսզի բուսայուղը լավ տաքանա, այնուհետև նոր տապակում ենք սմբուկները: Տապակում ենք մի փոքր բարձր կրակով, ամեն կողմից 1-1.5 րոպե, շատ չենք կարմրացնում, որպեսզի հետո շատ չփափկեն և պահպանեն իրենց տեսքը: Ցածր կրակով տապակելու դեպքում սմբուկները իրենց մեջ շատ բուսայուղ կվերցնեն: Տեսեք սիրելիներս, թե ինչքան լավ են տապակվել և տեսքը և ձևը պահպանված է: Սոխը, գազարը և պղպեղը տապակում ենք միասին 2-3 րոպե, ոչ ավել, որպեսզի շատ չփափկեն և մի փոքր խրխրթան մնան:
Ավելացնում ենք մաղադանոսը, սխտորը, խառնում և վերցնում ենք կրակից։ Աղցանը մարինացնելու համար պատրաստում ենք հեղուկ՝ 2 ճաշի գթալ շաքարավազով և քանի որ մենք սմբուկը արդեն աղով համեմել էինք, ավելացնում ենք 1 թեյի գթալ աղ, 2 ճաշի գթալ տնական քացախ, որը ես ինքս եմ պատրաստել, ունեմ տեսանյութ, եթե կհետաքրքրի կտեղադրեմ այս տեսանյութից ներքևում, կարող եք դիտել, կադրից դուրս եւս 1 ճաշի գթալ ավելացրեցի ավելի արտահայտիչ համ տալու համար այս հեղուկին, կարող եք քացախի փոխարեն վերցնել 2 ճաշի գթալ 6%-անոց քացախաթթու և 2 ճաշի գթալ ջուր ենք ավելացնում։ Հավաքում ենք աղցանը շերտ առ շերտ, շարում ենք սմբուկը, վրան լցնում ենք տապակած ախորժելի տեսք ու հոտ ունեցող բանջարեղենը։ Շերտերի հերթականությունը, սիրելիներս, կարևոր չէ, կարևոր է, որ 1 շերտ սմբուկ լինի և 1 շերտ տապակած բանջարեղեն։ Վրան ավելացնում ենք հեղուկը և սառելուց հետո տեղափոխում ենք սառնարան։ Ցանկալի է 3-ից 4 ժամ գոնե մարինացվի, որպեսզի համերը միախառնվեն իրար, էլ ավելի ախորժելի և համեղ դարձնեն մեր աղցանը։ Այդ ժամերի ընթացքում 2-ից 3 անգամ խառնում ենք աղցանը, որպեսզի հավասարաչափ մարինացվի։ Անցել է մի քանի ժամ, սիրելիներս, և տեսեք, թե ինչքան գունեղ, համեղ, շատ տեսքը գեղեցիկ պահպանված աղցան ունենք, հիանալի է ուղղակի։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, մինչ նոր համեղ հանդիպում։